Նախատեսվում է ակտիվացնել Հայաստանի եւ Ղրղըզստանի խորհրդարանների բարեկամական խմբերի, հանձնաժողովների եւ աշխատակազմերի համագործակցությունը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում էր Ղրղըզստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը։ Խորհրդարանը գումարել է հերթական նիստերը, քննարկվել են մոտ 2 տասնյակ օրենքների նախագծեր։ Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հանրապետության տոնը։ Օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ։ 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի Բաշ-ապարանի Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը։ Հայ ժողովուրդը ապրելով իր առջև ծառացած բարդագույն ժամանակաշրջաններից մեկը կարողացավ հավատալ իր ուժին ու ոտքի կանգնեց կերտելով անկախ հանրապետություն։ Չնայած նրան, որ Հայաստանի առաջին հանրապետությունը շատ կարճ կյանք ունեցավ, այն շրջադարձային էր մեր ազգային մտածողության տեսանկյունից եւ խոր հետք թողեց ապագա սերունդների գիտակցության մեջ։ Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ, այն մեր ընթացքն է դեպի ապագա, դեպի կայուն, արդար եւ ուժեղ պետություն։ Մեր սերունդն իր պատասխանատու դերակատարումն ունի կառուցելու այնպիսի երկիր, որտեղ պետությունը ծառայում է քաղաքացուն, իսկ քաղաքացին իրեն զգում է պաշտպանված։ Սա է մեր հանձնառությունը, որը վստահաբար համատեղ ջանքերով կյանքի ենք կոչելու։ Փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին։ Շնորհավոր Հանրապետության տոնը, ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների ներկայացուցիչների հետ Հանրապետության տոնի առթիվ այցելեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Միջոցառումը մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով, որին հաջորդեց հանդիսավոր զորահանդեսը։ Պետական այրերը ծաղկեպսակներ դրեցին եւ ծաղիկներ խոնարհեցին Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Զվարթնոց օդանավակայանում վայրեջք է կատարում Ղրղըզական հանրապետության խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուլուի գլխավորած պատվիրակությունը։ Երևան ժամանած հյուրերին դիմավորում են Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ Հայաստան-Ղրղըզստան բարեկամական խմբի ղեկավար Ալեքսեյ Սանդիկովը։ Ազգային ժողովում արդեն պաշտոնակցին ընդունում է խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը։ Ղրղըզական հանրապետության խորհրդարանական պատվիրակության հանդիպումների շարքը պաշտոնական է ու այն մեկնարկում է Ալեն Սիմոնյանի հետ առանձնազրույցով։ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուլուն մեր երկրի խորհրդարանի ղեկավարին նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ապա փաստեց, որ տպավորված է Հայաստան կատարած այցով։ Խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցին հաջորդում է արդեն ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցում են նաև բարեկամական խմբի անդամները։ Առանցքում երկկողմ հարաբերություններն են ու տարբեր ձևաչափերով դրանց ընդլայնման հնարավորություններն ու անհրաժեշտությունը։ Ալեն Սիմոնյանը երկկողմ մի շարք ընդհանրությունների կողքին կարևորեց միջխորհրդարանական համագործակցության ու բարեկամական խմբերի ակտիվացումը։ Խոսելով տարածաշրջանային ուղղություններից Ազգային ժողովի նախագահն անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արդեն ավարտին հասցված նախագծին, նշելով, որ հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել։ Ղրղըզստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, ի պատասխան նշեց այդ երկրի խորհրդարանի ղեկավարը։ Քննարկման սեղանից անմասն չէին Երևան, Բիշկեք տնտեսական համագործակցության ուղիները։ Այս համատեքստում էլ Ազգային ժողովի նախագահը շեշտեց խաղաղության խաչմերուկ նախագծի կարևորությունը։ Շուրջ 1 ժամ տևած հանդիպման շրջանակում երկկողմ փոխգործակցության պայմանավորվածություններն ամրագրվեցին փաստաթղթով։ Խորհրդարանների նախագահները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ղրղըզական Հանրապետության Ժոգորկ ու Քենեշի միջև համագործակցության մասին հուշագիր, որով նախատեսվում է ակտիվացնել հանձնաժողովների բարեկամական խմբերի եւ աշխատակազմերի համագործակցությունը։
Մեր ազգային ժողովի նախագահան խոսեց, որ պետք է ակտիվացնել հումանիտար, մշակութային բնույթի միջոցառումները, այստեղ մենք ակտիվացնենք ոչ միայն միջխորհրդարանական շփումները, այլ նաև դրանք կմիացնենք երիտասարդական թևը, դրանք կմիացնենք մեր գիտնականներին, որովհետև այն ավանդական կապերը, որ եղել է մեր ժողովուրդների միջև առնվազն խորհրդային միության տարիներին, հիմք են առնվազն նոր որակի հարաբերություններ ստեղծելու համար։ Նշենք, որ բարեկամական խումբը ղրղզական կողմից ղեկավարում է Բաքտիբեկ Սիդիկովը, իսկ հայկական կողմից Ալեքսեյ Սանդիկովը։ Ընդլայնված կազմով հանդիպման շրջանակում Ղրղզստանի խորհրդանի նախագահը միջազգային ու միջխորհրդանական հարաբերությունների զարգացման եւ ամրապնման գործում ունեցած ավանդի համար ազգային ժողովի падգամավորին հանձնեց պատվոգիր։ Ինձ համար դա բավականին բարձր գնահատական է, որովհետև այնպես է ստացվել, որ հենց հայ-ղրղզական միջխորհրդարանական հարաբերությունները թեև երկկողմ մակարդակով թերևս այդքան ակտիվ չեն, ինչպես մնացած բոլոր հարթակները, բայց մենք շատ հաճախ հանդիպում ենք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հարթակում եւ այնտեղ են քննարկում բազմաթիվ հարցեր։ Բացի դրանից նաեւ դիտորդական առաքելություններով քանիցս եղել ենք Ղրղզական հանրապետությունում եւ այդ դիտորդական առաքելությանը զուգահեռ փորձել ենք նաեւ ամրապնդել միջխորհրդարանական կապերը։ Հանդիպումների ավարտին Ղրղզստանի խորհրդանի նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրանցամատյանում, ապա Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ շրջեց ազգային ժողովի շենքում։ Հայաստան կատարած այցի շրջանակում Ղրղզական հանրապետության պատվիրակությանն ընդունեց վարչապետը Նիկոլ Փաշինյանն, ընդգծեց երկու երկրների եւ ժողովուրդների միջև առկա ամուր հարաբերությունների փաստն ու հավելեց. պետք է հիմնվել դրանց վրա, զարգացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում։ Հանրապետության նախագահի հետ հանդիպմանն էլ ընդգծվեց կառուցողական երկխոսության, միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման եւ խաղաղ կարգավորման մեխանիզմների կիրառման դերը։ Այս շաբաթ խորհրդարանը գումարեց հերթական նիստերը, օրակարգում հարցեր էին, որոնք միտված էին բարելավելու երկրի օրենսդրությունը։ Վերջին տարիներին նկատվում է ներմուծվող ցեմենտի գնանկում, ինչի արդյունքում տեղական ցեմենտը դարձել է գնային առումով ոչ մրցունակ, ստեղծվել են ոչ հավասար մրցակցային պայմաններ տեղական ցեմենտ արտադրողների եւ ներմուծող կազմակերպությունների միջև։ Այդ է պատճառը, որ գործադիրն առաջարկում է փոփոխություններ կատարել պետական турքի մասին օրենքում, այն ցեմենտի ներկրման լիցենզավորման համար турքի բարձրացմանն է վերաբերում։ Ցեմենտ արտադրող տեղական ընկերություններում 2024 թվականին արտադրվել է շուրջ 1 միլիոն տոննա ցեմենտ, ինչը կազմում է նախորդ տարվա շուրջ նույն ժամանակահատվածի 92.7%։ Տեղական արտադրության ցեմենտի ձևավորված միջին արժեքը կազմում է 35-ից 37 հազար դրամ, առանց ավելացված արժեքի հարկի, որի կեսից ավելին կազմում են էներգետիկ ռեսուրսները, գազը եւ էլեկտրաէներգիան։ 23 թվականին Հայաստանը ներմուծվել 260 հազար տոննա ցեմենտ, աճը 22 թվականի նկատմամբ 3.5 անգամ, ինչը կազմում է նույն թվականին Հայաստանում արտադրված ցեմենտի 22.4%-ը, իսկ 24 թվականին նույնպես աճել է ցեմենտի ներմուծումը շուրջ 65%-ով։ Ներկրվող ցեմենտի ինքնարժեքը Երևանում կազմում է մոտ 27500 դրամ։ Ներմուծման նման պայմաններում ցեմենտ արտադրող տեղական ընկերությունները կարող են հայտնվել ծանր ֆինանսական վիճակում եւ կանգնել արտադրական գործունեության դադարեցման վտանգի առաջ, ինչը կարող է հանգեցնել ցեմենտի գների կտրուկ բարձրացման։ Այսպիսով կառավարությունն առաջարկում է բարձրացնել ցեմենտի ներկրման լիցենզավորման համար պետական տուրքն ու 1 տոննայի դիմաց նախկին 200 ապատիկի փոխարեն սահմանել 800 ապատիկի չափը, ինչը հնարավորություն կտա խթանել ռազմավարական նշանակության ապրանքի տեղական արտադրությունը։ Մենք ամեն անգամ այս турքի հարցով կարելի ասել մեխանիկական կառավարում ենք անում, որպեսզի տեղական արտադրողը հնարավորություն ունենա շարունակել իր գործունեությունը ծավալել։ Երկարաժամկետ առումով ինչ պլաններ ունեք, քայլերի հաջորդականություն կա, որպեսզի տեղական արտադրողը շուկայում լինի մրցունակ։ Կառավարությունը իրականացնում է մի շարք ծրագրեր, այդ թվում նոր տեխնիկա տեխնոլոգիաներ ներդնելու պարագայում կառավարությունը իրականացնում է լիզինգի սուբսիդավորում, գրեթե ամբողջությամբ։ Турքի օրենքի հետ կապված մեկ անգամ, ինչպես նշեցի, 21 թվականին դրվել է турք, որից հետո միայն իջեցվել է եւ այս անգամ է, որ բարձրացնում ենք, այսինքն ամեն անգամ բարձրացնել, իջացնել չի լինում, իսկ դա ընդհանրապես շուկայի համահարթեցման, ինքնարժեքի համահարթեցման եւ մրցակցային բարենպաստ ու արդար պայմաններ ստեղծելու համար է։
Արդյոք ավելի ճիշտ չէր լինի լուծել ներքին արտադրողների խնդիրները, հետաքրքրվում էին պատգամավորները, մատնանշելով սնանկացման շեմին կանգնած տեղական արտադրողներից մեկին։ Ընկերությունը հարկադիր պարապուրդի է մատնված, չեն վճարվել նաև աշխատավարձի գծով աշխատակիցների պարտքերը։ Ֆինանսական որոշակի խնդիրների արդյունք է, որ հիմա այդ վիճակում է, բայց կառավարությունը աշխատանքներ իրականացնում է, որպեսզի կարողանա առնվազն աշխատակիցների աշխատավարձի պարտքի հարցը լուծել։ Турքը գործիք է, որպեսզի մենք կարողանանք շուկան հավասարակշռել։ Եթե турքի չափը մենք չափազանց բարձր ենք դնում, ունենում ենք մի իրավիճակ, երբ ներմուծում չի լինում ու տեղական արտադրողները կամ հիմնականում մեկ արտադրողը դառնում է մոնոպոլ ու կարողանում է շուկայում գին թելադրել։ Եթե турքի չափը դնում ենք ցածր կամ турք չենք սահմանում, կունենանք մի իրավիճակ, երբ ներմուծողները հայկական շուկան կլցնեն իրանական ցեմենտով եւ այդ դեպքում մենք արդեն տեղական արտադրություն չենք ունենա։ Սա իհարկե ամենալավ ճանապարհը չի, որովհետեւ մենք այսպես ռուչնոյ ժողովրդի լեզվով ասած այդ ռեժիմով փորձում ենք շուկան հավասարակշռել, բայց պիտի հաշվի առնել, որ եթե մենք սա չանենք, առաջիկայում ավելի լուրջ խնդիրներ կունենանք։ Հարցը խորհրդարանում քննարկվեց 24-ժամյա ռեժիմով առաջին եւ երկրորդ ընթերցումներով, արդյունքում խորհրդարանն ընդունեց ռազմավարական նշանակության ապրանքի տեղական արտադրությունը խթանելուն միտված նախագիծը։ Պարտադիր զինվորական ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքներից խուսափողների թիվն աճել է, ինչի պատճառով կառավարությունն առաջարկում է խստացնել քրեական օրենսգրքով սահմանված պատժաչափերը։ Արդարադատության փոխնախարարը թվեր ներկայացրեց երկրի գլխավոր ամբիոնից, նշելով, որ եթե 2023-ին զինվորական ծառայությունից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերով նախաձեռնվել է 1499 քրեական վարույթ, ապա 2024-ին այն աճել է, հասնելով 1779-ի։ Սա վկայում է քրեական քաղաքականության վերանայման եւ հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականության վարման անհրաժեշտության մասին։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, կառավարությունն առաջարկում է քրեական օրենսգրքով զինվորական ծառայությունից խուսափելու համար նախատեսված 2-ից 5 տարի ազատազրկման ժամկետը դարձնել 3-ից 6 տարի, վարժական հավաքներից խուսափելու դեպքում էլ գործող առավելագույն 20-ապատիկ տուգանքը դարձնել 30-ապատիկ, իսկ ազատազրկման մինչև 2 տարի ժամկետը 1-ից 3 տարի։ Գտնում ենք, որ նման փոփոխությունները կարող է որոշակիորեն նպաստել զինվորական կամ այլ ընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը։ Այն, որ վարժական հավաքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս, փաստում էին թե իշխանական եւ թե ընդդիմադիր պատգամավորները, խնդիրները բազմատեսակ են, կամ ծանուցման համակարգը պատշաճ չի գործում, կամ անձը, որ երկրից բացակայում է, ժամանակին տեղյակ չլինելով, որ պետք է վարժական հավաքների մասնակցի, հայտնվում է հետախուզման մեջ։ Կարող եք մտնել ազդարար եւ չգտնել որևէ 25 օրյա վարժական հավաքի մասին ծանոթություն։ Համակարգը չի աշխատում եւ արդյունքում ունենում ենք ինչ կա օրենք, որը գործում է եւ բուն մեխանիզմի անգործություն է։ Այսինքն տվյալ դեպքում քաղաքացին, որին ազդարար կետեյմով ենթադրենք տեղեկացրել են, ինքը դրա մասին տեղյակ չի լինում, բայց բնականաբար ավելի ծանրացած քրեական օրենսգրքով պատասխանատվության պետք է ենթարկվի։ Պատասխանատվության անձը կարող է ենթարկվել միայն այն դեպքում, երբ որ ծանուցված է։ Եթե չկա հայտարարություն, ազդարարում տեղադրված, բնականաբար չի էլ կարող լինել պատասխանատվություն քրեական։ Ծանուցման գաղափարը ինքը լավ գաղափար է, բայց ավելի ճիշտ կլինի նախապատրաստել այդ աշխատանքը։ Այսինքն քաղաքացին, որ իր կյանքը պետք է կանոնակարգի, գիտի, որ 26 թվականին գնալու է այս ինչ երկիր, այս ինչ տեղ, այս 3 ամիսը աշխատի կամ ինչ-որ մի խնդիր լուծի, սովորի, եւ այդ մարդուն տանը տեղեկացնում են, վարչական ղեկավարն ասում է դու վաղը չեմ իսորվանից պիտի գնաս հավաքի, այդ ծնողներս քիչ չեն կարող կապվել այդ տղայի հետ, հետախուզում են հայտարարում այդ մարդու ծրագրերը խառնելով։ Ինչքանով է դա ճիշտ։ Սա ընդհանրապես բաղադրիչներից մեկն է, որով պետությունը իր քաղաքական կամքն է ցույց տալիս, որ այս արարքները, այս արատավոր երևույթներին նկատմամբ պետությունը առավել խիստ մոտեցում է այս պահից փորձում որդեգրել։ Բնականաբար սրանով չենք ակնկալում, որ բոլոր այս դեպքերը վերանալու են կամ դրանց գոնե առնվազն մեծ մասը վերանալու է, սակայն սա որոշակի ազդեցություն կունենա։ Տեղեկացնենք, որ ըստ արդարադատության փոխնախարարի փոխանցած տվյալների աճել են ոչ միայն պարտադիր զորակոչից եւ վարչական հավաքներից խուսափելու գործերով քրեական վարույթները, այլև դատավճիռները։
Մասնավորապես, եթե 2023-ին պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու համար կայացվել է 7 դատական վճիռ, ապա 2024-ին այն կազմել է 32։ Եթե 2023-ին վարչական հավաքներից խուսափելու համար կայացվել է 15 դատավճիռ, ապա 2024-ին արդեն այդ թիվը հասել է 70-ի։ Քննարկումների արդյունքում խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց զորակոչից ու վարչական հավաքներից խուսափելու պատժաչափի խստացման շուրջ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Հաջորդիվ խորհրդարանը քննարկեց կառավարության հեղինակած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի երկրորդ մաս, այն է արարքը դիտարկել ոչ թե որպես ոչ մեծ ծանրության, այլ միջին ծանրության հանցանք։ Դա ենթադրում է, որ օրենքի նախագծի ընդունումից հետո հանցանք կատարած անձը կպատժվի առավել բարձր պատժաչափերով։ Ըստ ներքին գործերի նախարարի տեղակալի, վերջին տարիների վերլուծությունները փաստում են, որ այս արարքն ունի մեծ տարածվածություն, կայուն աճի միտում եւ իր վտանգավորությամբ այլևս չի կարող դիտարկվել որպես ոչ մեծ ծանրության հանցագործություն։ Վերջին ժամանակահատվածում այս հանցագործությունը դարձել է հանրությանն ամենաշատ անհանգստացողներից եւ պետության արձագանքն այս իմաստով պետք է լինի համարժեք։ Բացի այդ, արարքը սահմանելով միջին ծանրության, այն այլևս մասնավոր մեղադրանքի տիրույթից կտեղափոխվի հանրային մեղադրանքի տիրույթ։ Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ գողություններն ընդհանուր հանցագործությունների հանցակազմում վերջին 5 տարիներին կազմել են մոտ 36-ից 37%, 2024 թվականին տոկոսային այդ հարաբերակցությունը նվազել ու հասել է 15.9%-ի։ Այդուհանդերձ տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների մասնաբաժինը ըստ էության ոչ թե նվազել, այլ մնացել է անփոփոխ ու կազմում է ընդհանուր գողությունների 24%-ը։ Քանի դեպք ունենք մենք, որ բռնվել են այդ մարդիկ։ Կատարված հանցագործությունների 30%-ի չափով չասեմ բացահայտված, բայց հայտնաբերված անձինք ունենք, բայց այդտեղ մի փոքր խնդիր ունենք դատական եւ քննչական պրակտիկայում։ Մենք ունենում ենք միևնույն անձի կողմից 30 դրվագ կատարված հանցագործություն, երբ որ առաջի կատարված հանցագործության դեպքում ոստիկանությունը հայտնաբերել է։ Եվ այս իմաստով ծանրացնելով արարքը, տանելով միջին ծանրության տիրույթ, մենք նաև հակված ենք մտածել, որ ավելի խիստ խափանման միջոցներ կկիրառվեն, որտեղ 30-ից ավել դրվագներ ենք ունենում մենք դեպքեր, որ նույն անձը կատարում է արարքը, հայտնաբերվում է, ձերբակալվում է, խափանման միջոցը ազատազրկման հետ կապ չի ունենում եւ այդ անձը շարունակում է կատարել գողություն։ Խորհրդարանի ղեկավարը թեև կարծում է, որ օրենքի նախագիծը տեղին ու նման հանցագործությունների կատարման համար պատիժը պետք է խստացնել, այնուամենայնիվ ռիսկեր է տեսնում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչին հնարավորություն տալու մեջ։ Դիմում եմ մեր քննչական մարմնին, բոլոր իրավապահ մարմիններին եւ ուզում եմ տեղյակ պահել, որ անձամբ զբաղվելու եմ եւ հետեւելու եմ այն փորձին, որ մարդուն ուղակի բռնեն տանեն նստացնեն, միջև ինքը ինչ-որ մի բան, ինչ-որ մի տեղից գրի, պատմի եւ ասի։ Այդտենց կարա մեր աշխատակազմի կեսը աշխատի իրավաբան եւ իրավապահ մարմինը, այդտենց չեն աշխատում։ Այդտենց չեն աշխատում։ Այդ պրակտիկան մարդուն տանել գցել բանդ, որ ինքը ինչ-որ ձևով ինչ-որ մի բան կորզել իրանից, որ դրա վրա կառուցել քրեական գործ, արատավոր գործառույթ է։ Ազգային ժողովի նախագահն իր ելույթում կոչով դիմեց նաև դատավորներին։ Հարգելի դատավորներ, խնդրում եմ ձեզ, հորդորում եմ, որ նման գործերով չբավարարել միջնորդությունները, անկախ թե ում է դա վերաբերվում։ Մի արեք, եթե տեսնում եք, որ արվում է նրա համար, որպեսզի քննիչը ուղղակի իրեք գործողություն քիչ անի, բայց ունենա ինչ-որ մի փաստաթուղթ, որտեղ մարդը ինքը իր վրա ցուցմունք է տալիս կամ ինչ-որ բան է վերցնում, մի արեք։ Քննարկումների արդյունքում խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը հանդիպել է Հայաստանում Իսրայելի դեսպան Ջոել Լիոնի հետ։ Հայաստանի եւ Իսրայելի միջև առկա է համագործակցության զարգացման ներուժ, նշել է Ծովինար Վարդանյանն ու համոզմունք հայտնել, որ բարեկամական խմբերի ձևաչափով համագործակցությունը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների առավել զարգացման եւ երկկողմ փոխգործակցության արդյունավետության համար։ Դեսպանը եւս կարեւորել է խորհրդարանական փոխհամագործակցության ակտիվացումը։ Տարածքային կառավարման տեղական
ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանն ու Դավիթ Դանիելյանը հանդիպել են Եվրոպայի խորհրդի տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ։ Քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտին, ինչպես նաեւ ոլորտը կարգավորող օրենսդրության բարեփոխման ընթացքին վերաբերող հարցեր։ Երկուստեք ընդգծվել է ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ մշակվող տեղական ինքնակառավարման մարմինների նոր օրենքի նախագծին, պետության կողմից Հայաստանի համայնքներին հատկացվող դոտացիաների աճին եւ սուբվենցիաներին։ Հայաստանի եւ Ուկրաինայի օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի միջև համագործակցության զարգացումը կարևորել են Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանի, բարեկամական խմբի անդամների եւ Ուկրաինայի Գերագույն Ռադայի Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դմիտրո Միկիշայի հետ հանդիպմանը։ Հրաչյա Հակոբյանը հույս է հայտնել, որ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը կնպաստի նաև տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերին խաղաղության խաչմերուկ նախագծին։ Դմիտրո Միկիշան կարևորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները։ Այս շաբաթ Երևանում կայացավ Երևանյան երկխոսություն 2025 միջազգային երկրորդ համաժողովը, որի շրջանակում ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ խաղաղության խաչմերուկ, ժողովրդավարության միջոցով դեպի բարգավաճում եւ անվտանգություն խորագրով քննարկում։ Մասնակցեցին շուրջ 15 երկրների խորհրդարանականներ, դիվանագիտական ներկայացուցիչներ ու ազգային ժողովի падգամավորներ։ Քննարկման համակարգող արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը նշեց, որ քննարկման նպատակն է խթանել երկխոսությունը, ստեղծել համագործակցային միջավայր, որտեղ մասնակիցները կարող են ներկայացնել իրենց երկրների լավագույն փորձը, փոխանակել մտքեր, որոնք կօգնեն հաղթահարել գործող մարտահրավերներն ու խոչընդոտները։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն իր ելույթում ընդգծեց երկխոսության կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Այս միջոցառումն արտացոլում է արագ փոփոխվող աշխարհում երկխոսությունը, վստահությունը եւ գործնական լուծումները խթանելու մեր համատեղ հանձնարարությունը։ Մենք այստեղ ենք հուսադրող վերնագրի ներքո՝ խաղաղության խաչմերուկ, ժողովրդավարության միջոցով դեպի բարգավաճում եւ անվտանգություն։ Խոսելով խաղաղության խաչմերուկ նախագծի մասին, հանձնաժողովի նախագահը նշեց, որ Հայաստանի կառավարության նախաձեռնությունն է վերաիմաստավորել Հարավային Կովկասը ոչ թե որպես հակամարտության մշտական թաթերաբեմ, այլ որպես համագործակցության խաչմերուկ։ Հայաստանի համար սա ավելին է, քան պարզապես թեմա։ Այն տեսլական է, ռազմավարություն եւ պարտավորություն։ Նախագիծը հիմնված է 4 առաջնորդող սկզբունքների վրա՝ ինքնիշխանություն, իրավասություն, փոխադարձություն եւ հավասարություն։ Սրանք այն կարևոր սկզբունքներն են, որոնք կարող են տարածաշրջանային կապը ոչ միայն հնարավոր, այլև կայուն դարձնել։ Քննարկման ընթացքում ելույթ ունեցան Չեխիայի, Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Մոնտենեգրոյի, Ուկրաինայի խորհրդարանների ներկայացուցիչները։ Պատգամավորները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ծրագրերում։ Համաժողովի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպեց Պաղեստինի պետության արտաքին գործերի եւ արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ։ Զրուցակիցները քննարկեցին Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը, երկուստեք կարևորվեց խաղաղության հաստատման հրամայականը։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդիպեց Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գժեգոշ Չետինայի, ապա Չեխիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պավել Ֆիշերի հետ։ Եվրոպական ինտեգրմանն առնչվող մի շարք հարցեր քննարկվեցին ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի խորհրդարանական ժողովի եվրոպական ինտեգրման համատեղ կոմիտեի նախագահ Զդենկո Չոսիչի, կոմիտեի առաջին տեղակալ Միրոսլավ Վուիչիչի հետ հանդիպմանը։ Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից Արման Եղոյանը խոսեց Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա-Ստանեցկայի հետ։ Հանդիպումներում կարևորվեց Հայաստանի Եվրամիության անդամ երկրների հետ բազմակողմ գործակցությունը, անդրադարձ կատարվեց վիզաների ազատականացման վերաբերյալ գործընկերների փորձին։ Կարևոր է, որ մենք ներկայացնում ենք Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները եւ մարտահրավերները, եւ ես կարծում եմ, որ մեր հյուրերը շատ տեղեկացված եւ լավ տպավորություններով վերադառնում են իրենց մայրաքաղաքներ։
Գերմանիայի Բավարիա երկրամասի լանդթագի փոխնախագահ Մարկուս Ռինդերշպախերի գլխավորած պատվիրակությանը խորհրդարանում հյուրընկալեցին Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ բարեկամական խմբի անդամներ Միքայել Թումասյանն ու Ռուստամ Բաքոյանը։ Վլադիմիր Վարդանյանը փաստեց Բավարիա երկրամասի ուրույն դերակատարությունը Գերմանիայի քաղաքական եւ տնտեսական կյանքում եւ այս առումով կարեւորեց Բավարիայի հետ համագործակցության խորացումը։ Այս համատեքստում արժևորվեց փոխայցերի ու լավագույն փորձի փոխանակման նշանակությունը։ Կարեւորվեց Բավարիա երկրամասի եւ Տավուշի մարզի միջև արդյունավետ փոխգործակցությունը, ընդգծվեցին գյուղատնտեսության շրջակա միջավայրի եւ այլ ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները։ Ուրախ եմ, որ այցելել ենք Հայաստան։ Կարևորում եմ այս այցը։ Ցանկանում եմ, որպեսզի խորանա Հայաստանի հետ մեր կապը։ Պատրաստ ենք համագործակցել բազմաթիվ ուղղություններով։ Տեղյակ եմ, որ ցանկություն կա ստեղծելու Երևան-Մյունխեն ուղիղ չվերթ։ Կգործադրեմ բոլոր ջանքերս այն իրականություն դարձնելու համար։ Պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեց Սուրբ Նահատակների հիշատակին։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդիպեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յակոբ Յոլենշտայնին։ Քննարկվեցին տարածաշրջանային հարցեր, Սարգիս Խանդանյանը խոսեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններից, ներկայացրեց Հայաստանի կառավարության հեղինակած խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Անդրադարձ կատարվեց Հայաստան-Գերմանիա, Հայաստան-Եվրամիություն համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի, կարևորվեց Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցում Գերմանիայի աջակցությունը։ Յակոբ Յոլենշտայնի հետ հանդիպեց նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Ներկայացվեցին առաջիկայում հիմնադրամի կողմից հանձնաժողովի հետ իրականացվելիք ծրագրերը։ Արման Եղոյանը տարբեր նախաձեռնությունների իրականացմանն աջակցելու պատրաստակամություն հայտնեց։ Անդրադարձ եղավ նաև էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորություններին։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Օրվա իշխանությունները ձեզ խոստանում են խաղաղության համաձայնագիր, որն իրականում լինելու է մի մեծ հաղթաթուղթ իրենց ձեռքին առաջիկա ընտրություններում ձեզնից քվեկորզելու, ինչպես նաև վերարտադրվելու համար։ Իրականում այդ համաձայնագիրը մեր երկիրը թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելու մասին է, բացատրեմ ինչու։ Համաձայնագրի ստորագրման դիմաց Ալիևը պահանջում է 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում, ինչպես նաև նրանց անվտանգությունը պահելու համար Հայաստանի տարածքում երրորդ կողմից զինված ուժերի տեղակայում եւ այնպիսի երրորդ կողմի, որոնց կվստահեն ադրբեջանցիները։ Պարզ է, չէ, ինչ երրորդ կողմի մասին կարող է լինել խոսքը։ Եվ երբ այդ պահանջը հնչեցրեց Ալիևը, 7 տարի իզմ չունեցող ՔՊ խմբակցությունը սկսեց ձեռնամուխ լինել ՔՊ գաղափարախոսության, ասել է թե նիկոլիզմի թեզերի ձևակերպման եւ հանրայնացման։ Իսկ այդ թեզերից երկրորդը հնչում է հետեւյալ կերպ. ժողովուրդն է իշխանության կրողը, ժողովուրդն է իշխանություն կերտողը, ժողովուրդն է պետականակերտ ինստիտուտը եւ ավելացվեց. ժողովրդի մաս են կազմում նաև Հայաստանի այն քաղաքացիները, որոնք նաև այլ ազգի ներկայացուցիչներ են։ Իսկ դրանից հետո Արսեն Թորոսյանը ավելի խորացնելով այդ միտքը սկսեց խոսել ժողովրդագրության մարտահրավերների մասին եւ մեր երկրում։ Եվ նա ասեց հետևյալը. ժողովրդագրության բարելավումը հնարավոր է միայն ներգաղթ կազմակերպելով, այլ տարբերակ չկա։ Մեզ պետք են շատ մարդիկ, որոնք կգան Հայաստան, եւ ակնհայտ է, որ այդ շատ մարդիկ հայեր չեն լինելու։ Իսկ ինչու չեն խոսում իրենց ազգադավ քաղաքականության արդյունքում արտագաղթը օրեցօր խորացող տեմպերը նվազեցնելու մասին, ծնելիության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին, մահացության մակարդակի նվազեցման անհրաժեշտության մասին, թե դա իրենց ձեռք չի տալիս, թե շեշտը դնելով միայն ներգաղթի վրա նրանք հնարավորություն են ստանում կատարելու Ալիևի պահանջները։ Սիրելի հայրենակիցներ, եթե փորձենք հաշվել, թե ինչքան ժամանակ պետք կլինի 300,000 ադրբեջանցիները դառնան մեր ընտրողների ցուցակի կրիտիկական զանգվածը, ընտրությունների արդյունքի վրա էապես ազդող ուժ, ապա կհասկանանք, որ այդքան էլ երկար ժամանակ պետք չէ։ Բա սա երկիրը թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելու ծրագիր չէ, ապա ինչ է։ Նրանք առաջարկում են ադրբեջանցիների ներգաղթ, հայերի արտագաղթ բանաձևը։ Սիրելի հայրենակիցներ, սա խաղաղության համաձայնագիր չէ, սա ցեղասպանություն իրականացրած ազգի ներկայացուցիչներով Հայաստանը բնակեցնելու արդյունքում երկիրը թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելու մասին է։ Եվ մենք ուրիշ տարբերակ չունենք, քան միավորվելով պայքարել թե արտաքին, թե ներքին թշնամու դեմ, պայքարել եւ հաղթել։ Մայիս 28-ը վկա։ Շնորհակալություն։